Դերասան Խաչատուր Հունանյանն, ով երկար տարիներ հանդիսատեսի սրտում է մնացել իր ազնիվ ու հուզիչ դերակատարմամբ, վերջին տարիներին բնակություն էր հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա դերասանական կարիերան սկսվել է դեռ երիտասարդ տարիքից, երբ նա առաջին անգամ հայտնվեց հեռուստաէկրանին, անմիջապես գրավելով դիտողների ուշադրությունն իր անկեղծ կենդանի խաղով և բնական արտիստիզմով։ Շատերը հիշում են նրան հատկապես «Քեզանից հետո» հեռուստասերիալից, որտեղ Խաչատուր Հունանյանը մարմնավորում է գլխավոր հերոսուհու Էվայի եղբոր Էդգարին։ Այս կերպարը տարբերվում էր իր բարդ ներաշխարհով, անկեղծությամբ և մարդկային խորությամբ։ Դերասանի շնորհիվ Էդգարը դարձավ ոչ միայն սերիալի կարևոր, այլև սիրելի կերպարներից մեկը։ Խաչատուր Հունանյանը միշտ առանձնացել է իր խիստ պրոֆեսիոնալ մոտեցմամբ իր աշխատանքին, նույնիսկ ամենափոքր դերը նա ապրում էր ամբողջությամբ, զգացմունքներով, նվիրվածությամբ ու մեծ սիրով։ Դերասանը հաճախ է խոսել այն մասին, որ իր համար արվեստը պարզապես մասնագիտություն չէ, այլ կյանքի իմաստ։ Ցավոք, մի օր նրա կյանքում սկսվեց ծանր փորձություն։ Բժիշկները հայտնաբերեցին, որ դերասանի մոտ քաղցկեղ է։ Այս լուրը ցնցեց ոչ միայն նրա ընտանիքին ու ընկերներին, այլև բազմաթիվ երկրպագուների։ Խաչատուրը երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ մեծ ուժով և հավատով։ Նրա ընկերները, գործընկերները, ինչպես նաև բազմաթիվ անծանոթ մարդիկ միավորվեցին գումար հավաքելու համար, որպեսզի նա կարողանա շարունակել բուժումը։ Այդ համախմբվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան սիրված և գնահատված մարդ է նա։ Նրա բուժման հաջորդ փուլն անցկացվել է Գերմանիայում, որտեղ բժիշկները շարունակում են պայքարել նրա առողջության համար։ Այսօր տեղեկանում ենք, որ սիրված ու տաղանդավոր դերասանը մեկնել է Գերմանիա՝ շարունակելու իր բուժումները։ Չնայած դժվարություններին, Խաչատուր Հունանյանը երբեք չի կորցնում իր հավատը և հույսը։ Այսօր շատերը հույսով սպասում են այն օրվան, երբ տաղանդավոր դերասանը կրկին կվերադառնա արվեստի աշխարհ, առողջ, ուժեղ և երջանիկ։ Նրա բացակայությունը զգացվելու է հայկական կինոաշխարհում, քանի որ նման արտիստները ոչ միայն խաղում են դերը, այլ ապրում այն, փոխանցելով անկեղծ զգացմունքներ ու կյանքի իմաստներ։ Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել Խաչատուր Հունանյանին նոր նախագծերում, ժպտացող, վերականգնված և ավելի ուժեղ, քան երբևէ։ Նրա կյանքի ու պայքարի պատմությունը միօրինակ է, թե ինչպես կարելի է մնալ ուժեղ, երբ ամեն ինչ թվում է անհնարին։ Տաղանդավոր դերասանին մաղթում ենք առողջություն, անսպառ ուժ և անպայման վերադարձ դեպի այն բեմը, որտեղ նա իր իսկական տեղն ունի։ Մինչ դերասանը Գերմանիայում կստանա բուժում, «Քեզանից հետո» հեռուստասերիալը համարվում է այս պահին ամենառեյտինգային նախագիծը, որտեղ նկարահանվել է նա։ Այս պահին Էվան հիվանդանոցում է։ Սա, անշուշտ, սերիալի ամենահուզիչ պահերից մեկն է։ Բոլոր այն զգացմունքները, որոնք կուտակվել էին նախորդ սերիաներում՝ սերը, ցավը, կորստի վախը և հավատը, այստեղ միահյուսվում են մեկ կետի մեջ։ Էվայի մարմինը հանգիստ է, բայց նրա դեմքի արտահայտությունը կարծես պատմում է ներքին պայքարի մասին, կյանքի և մահվան սահմանագծին։ Ռոբը չի հեռանում նույնիսկ մեկ վայրկյան։ Նա հիշում է նրանց առաջին հանդիպումը, ինչպես Էվան փորձեց փրկել նրանց, և հիմա Ռոբը հասկանում է, որ եկել է այն պահը, երբ պետք է պահի իր խոստումը ոչ թե բառերով, այլ հավատքով։ Չնայած որ Էդգարը միշտ էլ եղել է խիստ ու պաշտպանող եղբայր, առաջին անգամ նա հասկանում է, որ Էվային Ռոբն է պետք, և բնականաբար հոր հուզմունքն ու ցավը նկարագրում են, որ այսօր սերիալը լինելու է էլ ավելի հուզիչ, էլ ավելի դիտարժան, և բնականաբար հեռուստադիտողները հեռուստասերիալը դիտելու են արցունքներն աչքերին, ինչպես Անի Երանյանն Ինստագրամի իր էջի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրել էր մի փոքրիկ հատված հեռուստասերիալից, որին կից գրել «Թաշկինակները պատրաստեք», իսկ դա նշանակում է, որ ամենահուզիչ սերիաներից մեկն է մոտենում։ Ընդամենը մի քանի ժամ ու հեռուստասերիալի հերթական սերիան կլինի եթերում։ Հաջորդ սերիաներում էլ, ըստ ամենայնի, հեռուստադիտողներին սպասվում է ամենաուժեղ էմոցիոնալ հոսքը, սերը, հավատը, ցավը, կորուստը և հույսը միահյուսվելու են մի կտրուկ պատմական գծով։ Սա այն փուլն է, որտեղ ոչ թե միայն կերպարներն են փորձության ենթարկվում, այլ նաև նրանց՝ մարդկանց հավատը դեպի սերն ու կյանքը։
Էվայի հիվանդանոցային սենյակում ամեն ինչ կարծես սառել է, բայց հենց այդ լռության մեջ ծնվում է մի նոր հույս։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է լինելու հեռուստասերիալի հետագա սերիաներում, ապա չմոռանաք միանալ մեր ալիքին և դիտել հեռուստասերիալի հերթական սերիան, որը լինելու է էլ ավելի հուզիչ, էլ ավելի դիտարժան և իհարկե էլ ավելի ինտրիգային։ Դե ինչ, գրեք մեկնաբանություններում, թե քեզանից հետո հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում ու որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ, իսկ մենք ևս մեկ անգամ Խաչատուր Հունանյանին առողջություն ենք մաղթում ու նրան սպասում հաջորդ նախագծերում տեսնելուն։